Փառք Տիրոջը։ Այսօր ուզում եմ կանգ առնենք նորից շարունակելով մեր անցած անգամվա նյութը, որը վերաբերում էր խստասրտությանը։ Heç կա մեկը մեր մեջ, որ սիրտը մի քիչ մեղմացել է։ Չկա։ Այսօր կմեղմանա երևի։ Տեսանք, որ խստասրտությունը խստապահանջությունից տարբերում է նրանով, որ խստասրտությունը մարդու վիճակն է, խստապահանջությունը իրավիճակը շտկելն է, ասենք ենթադրենք դու պահանջկոտ ես դառնում, որպեսզի ուղղես դիմացինին, սովորեցնես, ճիշտ ճանապարհների մեջ դնես, բայց խստասիրտ մարդը դաժան մարդն է, որ ինքը գիտի իր ասածը։ Այսօր ուզում եմ պատգամը սկսել մի հեքիաթով։ Հիմա կասեք, եղբայրը սկսել է հեքիաթներ պատմել։ Բայց հիշեք, Տերն էլ շատ բաներ առակներով էր խոսում։ Եվ ասում էր, առակներով պիտի բանամ իմ բերանը եւ աշխարհի սկզբից ի վեր բոլոր ծածուկ եղած բաները պիտի հայտնեմ ձեզ։ Տերը խոսում էր գյուղատնտեսական օրինակներով, չէ, շատ օրինակներով էր խոսում, որպեսզի դառնար միտքը հասանելի։ Ավելի շատ կարդամ ես, որ մի բան բաց չթողեմ այս հեքիաթից։ Ձեզ անծանոթ հեքիաթ է, ես աստված չեք լսել։ Լեռների մեջ կորած մի թագավորություն կար, որտեղ իշխում էր մի թագավոր։ Նա արդար էր օրենքով, բայց խիստ սրտով։ Նրա դատաստանը երբեք չէր մեղմանում, խոսքը երբեք չէր ջերմանում, եւ նրա լռությունը ծանր էր ինչպես դատավճիռ։ Ժողովուրդը նրան չէր ատում, բայց չէր սիրում։ Նրանք ապրում էին վախով։ Տարիներ առաջ նա կորցրել էր իր միակ որդուն եւ այդ ցավը դանդաղ քարացրել էր նրա սիրտը։ Մի օր արքունեքի դարպասի առաջ հայտնվեց մի աղքատ մանուկ, ոտաբոբիկ, սոված, աչքերը վշտով լի, ու խնդրեց. «Թագավոր, աղաչում եմ, մի կտոր հաց տուր իմ ու մորս համար, մենք դեղի համար փող չունենք, եւ նա մահվան եզրին է»։ Մանկանը տարան թագավորի առաջ, թագավորը երկար նայեց նրան ու հարցրեց. «Ինչու ես կարծում, որ ես պարտավոր եմ քեզ օգնել»։ Երեխան խոնարհ պատասխանեց. «Որովհետև քեզ Աստված է բարձր տեղ դրել, իսկ ով բարձր է կանգնած, նա պիտի կարողանա ներքևի ցավը տեսնել ու կարեկից լինել նրանց»։ Թագավորը լռեց, բայց սիրտը չմեղմացավ։ «Եթե քո մայրը պիտի ապրի, կապրի առանց իմ խղճահարության», ասաց նա եւ հրամայեց, որ դուրս հանեն երեխային։ Այդ գիշեր թագավորը մի երազ տեսավ։ Նա տեսավ մի մեծ ու անապատի պես ամայացած մի այգի։ Այգին ամբողջովին չորացած էր, առանց ծաղիկ, առանց ջուր։ Եվ մի ձայն ասաց նրան. «Սա քո սիրտն է»։ Այգու մեջտեղում կանգնած էր նույն մանուկը ու լաց էր լինում։ Նրա արտասուքներից հողում փոքրիկ կանաչ ծիլեր էին ծլում։ Թագավորը հարցրեց. «Ինչու ես լաց լինում»։ Մանուկը պատասխանեց. «Որովհետև դու ինձ մերժեցիր, բայց Աստված քեզ դեռ չի մերժել»։ Թագավորը վեր թռավ քնից, եւ այդ պահին թագավորի սրտում ինչպես մի մեծ քարի պես բան ընկավ ցած։ Այդ գիշերվանից հետո թագավորը սկսեց ամեն առավոտ բացել իր պալատի պատուհանը, որ արևի առաջին շողքերը ընկնեն ուղիղ իր գահին։ Մարդիկ չգիտեին, թե ինչու, բայց քաղաքում տարօրինակ բաներ էր կատարվում։ Այն օրը, երբ մի աղքատ երեխա լաց էր լինում, ինչ որ մեկը հաց էր գտնում նրա ձեռքի մեջ։ Այն օրը, երբ որևէ մայր հուսահատ աղոթում էր ինչ որ տեղից օգնություն ստանալու հույսով, օգնությունը չէր ուշանում, բայց ոչ ոք չգիտեր, թե որն է այդ օգնության աղբյուրը կամ ով է։ Եվ նրանք նկատեցին մի զարմանալի բան, որ թագավորի այգին, որը տարիներ շարունակ չոր էր մնացել, սկսեց նորից ծաղկել։ Ծառերը ծաղիկ տվեցին, ջրավազանը լցվեց ջրով, անգամ թռչունները սկսեցին հետ վերադառնալ։ Եվ մարդիկ ասում էին, այս քարե սիրտը ճաք է տալիս, նույնիսկ քարե այգին է կենդանանում։ Իսկ թագավորը նստած իր գահին այլևս չէր ժպտում սառը։ Նա ժպտում էր քիչ, բայց իսկական։ Այդ օրվանից թագավորության մեջ մի օրենք մտավ, որ խստասրտությունը չպետք է մնա միայն խստասրտություն, այլ իր հետ պետք է քայլի նաև գթությունը։ Հիմա հետաքրքիր հեքիաթ էր։ Իմ համար հետաքրքիր, չգիտեմ ձեր համար ինչպես էր։ Ինչ դաս կարող ենք քաղել այս պատմությունից։ Թագավորը բարձր է բոլորից առասարակ, իր դիրքով,
իր իշխանությամբ, իր հարստությամբ, իր հարգանքով։ Թագավոր ուզենալով կարող է մարդը մեռնել, նրա ուզենալով կարող է մարդը ապրել։ Նա ունի իշխանություն։ Նա կարող է որևէ մեկին իշխան նշանակել, որևէ մեկին զրկել իշխանությունից։ Նա ունի այդ իրավունքը։ Հիմա ոմանք թագավոր են իրենց տեղամասերում։ Դուք եք ամեն մեկը թագավոր, ինչ որ մի տեղ։ Հիմա ասեմ որտեղ։ Ոմանք թագավոր են իրենց տանը։ Ով է իրենց տան թագավորը։ Իմ ասածն վերջ։ Մեղմանալ չկա, զիջել չկա, իջնել չկա։ Կամ հակառակ, ըմբռնումով ես վերաբերվում թե քո կնոջը, թե քո երեխաներին։ Նորից կարող ես ոչ ասել, բայց ոչը գեղեցիկ ձևով ասել, հիմնավորված ձևով ասել, որ դիմացինը զգա, որ այդ ոչի մեջ ոչ թե անարգանք կար կամ զրկանք կար, այլ հերական տեսնելու ճիշտ մոտեցում։ Դե ոմանցներում էլ կանայք են թագավորը, այդպես էլ ալնում։ Հիմա դուք էլ պետք է մեկի ճիշտնեք ձեր գահից։ Ոմանք թագավոր են իրենց արտադրամասում, որտեղ աշխատում են, ասենք ցեխի վարիչն ես դու կամ վարպետն ես դու, որ քո ծերտակ բանվոր են աշխատում։ Ես տեսել եք ոնց են սխտացնում։ Դե օրը վարձով առել են, քթից բերում են այդ մարդիկ մինչև ասում են տուն։ Օրինակ մի աշխատող կար, այդպես փողով աշխատում էին, էլի։ Մի անգամ մեր մոտ էր գործանում, պատմեց, ասում ախպեր, չգիտեմ, ինչ-որ մեկի տանը 6 արուստել մարդ է, ասում ամբողջ օրը աշխատացրեցին, հաց չտվեցին ուտեմ։ Տեսանել էր, որ այդպես հաց չեն բերել, կեսօրին հաց չեն բերել, որ ուտեմ, այդպես մինչև իրիկուն աշխատեցի, շատ դժգոհ էր, որտեվ այդ դաշտի թագավորը որոշել էր, որ փողը տալիս եմ, քեզ հացն չի պետք է տամ։ Այդ էր մոտեցման մի խստասիրտ ձև է։ Ոմանք իշխան են իրենց խանութներում, ոմանք իշխան են իրենց ապտեկաներում, ոմանք իշխան են ամենտեղ, որտեղ ունեն սեփականություն, իրենց սեփականության հողի մեջ են իշխան, չէ՞։ Ոմանք իրենց այգում են իշխան։ Իմ պապս պատմում էր, ասում է մի օր անցնում էի մեկի հողամասի մոտով, ձեն տվեց ասեց ախպեր, սպասի, կանգնեցի, արի խաղող պետք է քեզ հյուրասիրեմ։ Դե մտքից չկար, բայց որ չնեղանա, ասում է գնացի, գնաց մի sense փեշլիկը խաղող քաղեց բերեց, լցրեց, ասեց կեր։ Ասում է մինչև ես միջուտ կերա, մնացած ինքը կերավ։ Թե այդ այգու թագավորն ինքն էր։ Հիմա այդպես է։ Օրինակ դատավորները թագավոր են իրենց դատական համակարգում, ուզեն կդատեն, կուզեն չեն դատի, կուզեն շատ կտան, կուզեն քիչ կտան, համաձայն եք։ Թե ինչպես ես վերաբերվում դու, եթե դատավոր ես քո համակարգում, երևի թե դու ինչ մոտեցում ունես, ինչ սիրտ։ Ոմանք ոստիկանական համակարգում են թագավոր, ովքեր եղել են ոստիկանական համակարգում, տեսնում եք այնտեղ իշխանությունը ինչպես է։ Չընկնեք իրանց սերը։ Մենք տարիներ առաջ տարան ոստիկանություն, հիշում եմ այդտեղի դատախազը։ Հավատքի համար էին տարել, ոնց որ երկու հատ գար, ես ու Գագիկ աղբերն էինք, պետաքսի քրոջ տղան։ Էդում գալիս ոյ տեսնեիք ոնց է մուկ ընկնում կատվի ձեռը հրճվանքով ցես պետք է դատեմ այնքան իր ուրախանում է դատել բարի վրա ինքն էլ այդտեղի իշխանն էր դատեց հիմա ինքը չկա էլ ու դատվեց հիմա ինչ եմ ուզում ասել սրանով դուք յուրաքանչյուրդ ունեք ձեր սիրտը որ ձեր այգին է որ ձեր կյանքն է։ Մեկի սիրտը կարող է լինել այդ այգու պես մշակված, ոռոգված, կանաչազարդ, պտուղներով լի, կարծես թե դրախտային։ Հավատացեք, եթե քո սիրտը եւ կյանքը այսպեսին է, քո երկինքն էլ է այսպեսին լինելու։ Բայց եթե քո կյանքը նման է դժոխքի, չոր ու անապատային, բա քո դժոխքն ինչպեսին է լինելու։ Տերն ասում է, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքան ավելի։ Կարող ես կողքինիդ ասել, եղիր մեղմ ու ողորմած, եղիր արդար ու սիրադիր, աղքատին մի նեղացրու, որբի ու որբևարու դատը տես ու զրկանք մի արա նրան։
Հիմա տեսեք թե ինչ է ասում մեզ Եսայիա մարգարեության 58-րդ գլխի 6-11 խոսքերը, ես մի քիչ ծաղկակախ կանեմ։ Լուծիր ամբարշտության կապանքները, արձակիր լծի կապերը, կեղեքվածներին ազատիր եւ կոտրիր ամեն տեսակ լուծ։ Հացդ բաշխիր քաղցածին, թափառական թշվառներին տուն բեր, եթե մերկ մարդ տեսնես հագցրու նրան եւ քո նմանից քեզ մի ծածկիր։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները, կերակրես քաղցածին, բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ եւ քո մթությունը կլինի կեսօրվա պես։ Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ տարիներում, կզորացնի քո ոսկորները եւ դու կլինես ջրարմի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։ Այդ ժամանակ կսկսի քո այգին էլ ծիլ արձակել ու կանաչել։ Եվ դու կդառնաս ջրարմի պարտեզի պես ծաղկազարդ ու պտղատու։ Ուրեմն համաձայն եք, որ մենք լինելը ավելի ճիշտ վիճակ է, քան թե խստասիրտ։ Տարիներ առաջ այն ժամանակ դեռ նորահավատ էի։ Նոր էի հավատքի մեջ, շատ բան դեռ սովորում էինք, չէինք զանազանում։ Մի ճամբար էր կազմակերպված մանուկների, ժամանակ հերթափոխով գնում էինք այդ մանուկներին ավելի շատ հոգաբարձություն անելու, քան թե ուսուցում, որտեղ այն ժամանակ ինչ գիտենք, որ ինչը սովորացնեինք։ Տեսա այդտեղի ուսուցիչներից մեկը եղբայր էր։ Երեխաները, որ չարություն էին անում, շատ խիստ պատժում էր, ջիպոտով։ Պատժում էր, հետո ստիպում էր, որ գան իր երեսը համբուրեն։ Ես հարց տվեցի, ասեցի, լավ, պատժելը հասկացա, չարություն են արել, պատժեցիր, բայց զորով պես որ կան քեզ համբուրեն, այդ ինչ էր։ Ասում որ իրան սրտում չմնա, վիրավորանք չմնա։ Ասի երևի ճիշտ է դա։ Ես վերսի այդ տերթոտիկյան մեթոդը սկսեցի կիրառել նույն երեխաների վրա։ Հաջորդ հերթափոխին, որ գնացի, քույրիկներից մեկը մոտեցավ, տեղի խոհարարներից էր, ասեց ցետրակախպեր, ես երեխեքը որ քեզ տեսա ներվից սկսեցին լացել բախից։ Ինքան վատ զգացի, ինքան դատապարտություն զգացի իմ սրտից մեջ, ասի ես ինչի եմ վերածվել։ Եկա բոլորի աչքերի առաջ ճիպոտը կոտրեց այդ հապեցի, ասի խոստանում եմ երբեք ու երբեք էլ ձեր վրա ձեռք չբարձրացնել։ Ես մի բան հասկացա, որ այդ համբուրելը, որ ստիպում էինք որ գան մեր երեսել մի հատ համբուրեն, ավելի շատ թքելու էր նման, քան թե համբուրելը։ Եթե համբուրը չի գալիս մարդու սրտից, եթե թուքի նման է։ Օրինակ, եթե մեկը կստիպի, որ իր կինը կամ ամուսինը զորով պարչի, որ համբուրի չէ, հաշվի որ թքեց երեսի, դիտի չհամբուրեց։ Համբուրը ուրիշ ձևով է ծնվում մարդի սրտում։ Եվ եթե մեղրը խառնես աղբին, աղբը դրանով չի լավանա, մեղրը կփչանա։ Մենք դրանք ճիշտ օգտագործենք իրենց տեղում։ Լինենք սիրալիր, ես սա սովորեցի, լինել սիրալիր։ Ճիշտ է, միշտ չէ որ ստացվել է, բայց աշխատել եմ։ Լինել ուշադիր, լինել հոգատար, որպեսզի երեխաները քեզ տեսնելիս ուրախանան, ոչ թե լաց լինեն, քեզ տեսնելիս մտածեն Հիսուսին տեսան, ոչ թե սատանայի։ Համաձայն եք սրա։ Այսինքն խստասրտությունը նորից երևում է, որ ոչ մի լավ բան չի տալիս, ոչ մի տեղում։ Խրատիր քո երեխային գավազանով, այո, բայց ոչ չի ասում գավազանը կոտրի իր մեջքին։ Մենք տեսել ենք ոնց է հերը պոլիպետը գիտեք դուք ինչ հասկանա, ոնց է ջարդեց իր տղի մեջքին։ Ամբողջ հարևանները, ամբաշները թափել էին, որ ծերից առնեն, այդ մարդու երեխին իր ծերից առնեին, գազանավարից եծում էր, եւ ինքը հավատացյալ էր։ Սա չի խոսում քո մեղ սիրտ ունենալու մասին։ Դիտարկենք մի օրինակ, որ Տեր Հիսուսը ասաց մեզ։ Ոմանք, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, եւ ուրիշներին առհամարում էին այս առակն ասած։ Երկու մարդ տաճար ելան աղոթելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթն էր անում. Ով Աստված, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները, ոչ էլ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, 10-րդ եմ տալիս այն ամենից, ինչ որ ունեմ։
Իսկ մաքսավորը հերո կանգնած չէր էլ կամենում աչքերի երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքն ու ասում. «Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս»։ Ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ տուն, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, եւ ով որ ինքն իրեն խոնարհացնում է, պիտի բարձրացվի։ Սա Տեր Հիսուսի պատմած առակները։ Օրինակ, ինչու Տերը այս առակը պատմեց, որովհետև այստեղ պարզ ասում է, ոմանք էլ համոզված են, որ իրենք արդար են ուրիշներից եւ արհամարում էին նրանց։ Այսինքն, եթե դու քեզ համարում ես մարդկանցից բարձր ավելի, կսկես արհամարանքով վերաբերվել, ճիշտ է, որը իր մեջ ունի հպարտություն, սա բերում է մի վիճակի, որ անգամ քո արած լավ բաներդ ոչինչ կդառնան, որովհետև դու հպարտ մի մարդ ես։ Հիմա կհամոզվեք դուք։ Փարիսեցին աղոթում էր ու ասում էր. «Տեր, շնորհակալ եմ քեզնից»։ Գոհության աղոթք էր բերում Տիրոջը։ Վատ բան կար սրա մեջ, չէ։ Շնորհակալ եմ, որ ես անիրավ չեմ։ Վատ է, որ անիրավ չէր։ Ինքը չէր խաբում։ Շնորհակալ եմ, որ հափշտակող չեմ։ Չէր խաբում։ Շնորհակալ եմ, որ շնացող չեմ։ Չէր խաբում։ Սրանք բոլորը լավ բաներ էին։ Առավել եւս ասում էր, շաբաթական 2 անգամ ծոմ են պահում։ Մարտիկան տարիներով ծոմ չեն պահում։ Ես ծոմ պահել ես չեմ սիրում։ Բայց ծոմը անհրաժեշտ բան է։ Այս մարդը պահում էր։ 10-րդ եմ տալիս իմ ամբողջ ունեցվածքից։ Սա հրաշալի բան էր։ Սրանք լավ բաներ էին, սակայն ոչ թե այս փարիսեցու սխալը իր արածների մեջ էր, այլ իր հոգեբանության։ Այսինքն արածները լավ բաներ էին, բայց հնարավոր է այնքան բաներ էլ կար, որ ինքը չէր անում։ Նա բերեց այն, ինչ որ անում էր, բայց ինչ որ չէր անում։ Երբ որ մեծ արուստը մոտեցավ Հիսուսի առաջ ծունկի եկավ, ասաց. «Տեր, մանկուց ի վեր պահել եմ քո բոլոր պատվիրանները, ել ինչով եմ պակաս»։ Տերը մի բան ասեց ընդամենը. «Գնա ունեցվածքդ վաճառի, բաժանի աղքատներին, վերցու քո խաչը ու արի իմ հետևից»։ Եվ գրած է, որ նա տխուր հեռացավ։ Այսինքն, եթե դու Քրիստոսի առաջ բերում ես քո արածները, բայ էլ ինչ ունեմ, մի բան կա, ասա, Տերը կասի։ Բայց ցավոք սրտի վախենում եմ, որ յուրաքանչյուրս տխուր ընդամենը հեռանանք Հիսուսից։ Դրա համար մենք հասունացման համապատասխան գանք Տիրոջ առաջ եւ ոչ թե մեր անձը բերենք ցույց տալու, թե տեսեք մենք ինչ ունենք, մանկուց ի վեր պահել եմ, ել բան կա պակաս։ Տերը որ նայում ասում է, Տերը լա ինչ կա, որ լա պակասից ես խոսում։ Ոչինչ չկա։ Հիմա կասեմ, թե ինչն է պակաս։ Իսկ սրա կողքին մաքսավորը հերու կանգնած հայացն անգամ երկինք չէր ուզում բարձրացնել ամոթից, այլ կուրս կեր ծեծում ու ասում. «Տեր, ներիր ինձ, Տեր, ողորմիր ինձ մեղավորիս»։ Փարիսեցին շատ ինքնագոհ էր, մաքսավորը անհույս էր ու վիճակ չուներ։ Հանկարծ մենք սպասում ենք, որ Փարիսեցին պետք է գովասանք գտներ Տիրոջից, բայց ճիշտ հակառակ եղավ։ Ինչի Տիրոջը դուր էր գալիս, որ մաքսավորի պես ապրեն մարդիկ։ Չէ, բայց Տիրոջը դուր էր գալիս, որ քո սխալներից հետո մաքսավորի պես խոնարհվես Աստծո առաջ։ Հասկանալի է, ամբողջ հարցը սրանում է։ Իսկ մենք բոլորս ենք մեղավոր։ Փարիսեցին գոռոզ էր։ Ու ասում էր. «Ես ուրիշների նման չեմ, սրա նման էլ չեմ, ոնց որ ասել, այս քոսոտի նման էլ չեմ։ Ես շատ լավն եմ»։ Ահա թե ինչը Տիրոջը դուր չէր գալիս։ Ուրեմն նրա մեղքը ոչ թե իր կատարածների մեջ էր, այլ իր ինքնամեծարանքի մեջ էր։ Եվ ինքն իրեն համեմատում էր մի ցախողված մաքսավորի հետ։ Եթե դու քեզ համեմատում ես քո ամբարիշտ հարևանի հետ, որ իրանից մի քիչ լավ ես, ես կասեմ դու սկի լավ չես, դու ամենաթշվառ մարդ ես աշխարհի։ Ուզում ես հասկանալ դու լավ ես թե չէ, համեմատի քեզ Հիսուսի հետ։ Համեմատիր Քրիստոսի դրած չափանիշի հետ, ոչ թե քո հարևանի հետ կամ որևէ ասեք հանցագործ մարդու հետ։ Բայց սա իրեն համեմատում էր հենց ցախողված մի մաքսավորի հետ, որը այսպես տենես ոչինչ չուներ։ Եթե դու նրանց մի քիչ ես լավ, դու ընդհանրապես ուրեմն ոչինչ չունես։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը Հռոմեացիների 14-րդ 45 խոսքում. «Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի եւ հետո միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով, որովհետեւ ամեն մեկը իր բեռն է կրելու»։ Դու երբեք ոչ մեկի հետ չհամեմատվես։
դու քո բերն ես կրել։ Երբ որ Տերը մեկին 10 մնաս տվեց, մեկին 5, մեկին 1, 10 մնասից պահանջեց 10, 10-ի համապատասխան արդյունք պահանջեց։ Եկավ ասեց Տեր, 10 տվեց իր, ահա 10 եւս ես շահել եմ, ահա քեզ, Տերը գովեց նրան։ 5 մնասից չպահանջեց ավելին, 6-ը չպահանջեց, 5-ից 5-ը պահանջեց, 1-ից 1-ը։ Եթե այդ մի մնաս ունեցողը, որ մի չնչին բան էր, նա գոնե դա կատարած լիներ, իր արածը Քրիստոսի առաջ կհամարվեր լիարժեք։ Որտեվ 10-ից 10-ը պահանջեց։ Հիմա ոնց որ ես քեզ տամ 10 դրամ, մեկին տամ մի դրամ, այդ 10 դրամին դու մի հատ լուցկի կարաս առնես։ Այդ մի դրամին ոչ մի բան չի կարող առնել, չէ՞, շատ քիչ բան կտան մի դրամին։ Ինքը չի էլ կարողանա ավելի մեծ ծախս անել, որովհետև ավելի շատ ինքը չուներ։ Ուրեմն մենք կարող ենք միայն Քրիստոսի տված շնորհքի չափով գործել, բայց երբեք չպարտենանք, եթե այն կհաջողվի մեր մոտ։ Կհաջողվի, մի պարտեցի։ Սա քո պարտականությունն էր։ Կհաջողվի, փառք տուր Տիրոջը, սա քո ստեղծման նպատակն էր։ Հասկանալի է։ Ուրեմն եթե որևէ բան մենք անում ենք, մեղք չենք գործում, ճիշտ ենք ապրում, չպարտենաս Տիրոջ առաջ Տեր մեղք չեմ գործում, ինձ մի հատ գովասան կա, Տեր ասի, չէ, հələ կարողա գործը իրել։ Հələ կարողա գործը իրել։ Այսինքն սա քո պարտականությունն է, ճիշտ ապրելը։ Բայց որ բարի մի բան ես անում, սա արդեն քո ստեղծման նպատակն է։ Դու կարող ես Տիրոջից գովասանք ստանալ եւ Տերը քեզ կասի, ապրես հավատարիմ եւ իմաստուն ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Հասկանում եք տարբերությունները սրանց։ Երբ Պողոս առաքյալն ասում էր, ես այլ բանով չեմ պարտենում, այլ Քրիստոսի խաչով, որով աշխարհը ինձ համար է խաչված, ես էլ աշխարհի, եւ Քրիստոսն է իմ մեջ կենթանի։ Պողոսն ասում էր, ես մեռած եմ, իմ մեջ կենթանի է Քրիստոսը, իսկ Փարիսեցին ասում էր, ես մեռած եմ, իմ մեջ կենթանա իմ եսը։ Մեկը իր եսն էր բերում Աստծո առաջ, մեկը իր Քրիստոսով ձեռք բերած վիճակն էր բերում Աստծո առաջ։ Ահա թե որքան տարբեր էին սրանք իրարից։ Պողոս առաքյալը ապրեց կյանքի երկու շրջան։ Դուք լավ գիշեք, Հռոմեացիների 7-րդ գլխում ես չեմ կարդա այդ մասը, Հռոմեացի 7-րդ գլուխ 17-19 խոսքերը կկարդակետո։ Բերում էր իր վիճակը ու ասում էր, եւ այս ամենը ինչ որ արեցի, ոչ թե ես արեցի, այլ իմ մեջ բնակվող մեղքը, այսինքն ուզում էի ես լավ բան անել, ուզում եմ ճիշտը անել, ուզում եմ բարին անել, դրանք ճիշտ հակառակն է ստացվում։ Ես չգիտեմ ինչու է այսպես, ես համաձայն եմ ու չեմ կարողանում, որովհետեւ ոչ թե ես արեցի, այլ իմ մեջ բնակվող մեղքը, այսինքն իմ բնույթն արեց։ Երբ որ նա հասավ Քրիստոսով կատարելության շրջանի, Քրիստոսի կատարյալ հասակին, լման հասակին, նա ասում էր, այն ամենը ինչ որ ես արեցի, ասում է, չկա մի բան, որ Աստված իմ ձեռքով արած չլիներ, եւ ոչ թե ես արեցի, այլ իմ մեջ բնակվող Աստծո շնորհքը, առաջ Կորինթացի 15:10։ Տեսա՞ք, երկու վիճակ։ Մի դեպքում արեց նրա մեջ հին մարդը իր բնույթով, մի դեպքում արեց նոր մարդը իր Քրիստոսով ձեռք բերած նոր հատկանիշներով։ Ուրեմն մենք պետք է ձեռք բերենք այն, ինչ որ մենք չունենք ի բնե մեր մեջ։ Բայց երբ որ ձեռքը բերես ու կստացվի, մի պարզեցի, դա քոնը չէր, քեզնից չէր, այլ նրանից էր, ով քո մեջ հաջողեց։ Հենց պարզեցան, սա կդառնա հպարտություն, մի քիչ հետո սրա վրա կանգառնեմ։ Հիմա մենք ես ուզում եմ 3 զուգահեռականներ բերել եւ այսպես տանեմ ձեզ մինչեւ վերջ։ Դեպերենք այս մաքսավորի վրա, մաքսավորի վիճակ, երկրորդ Պողոս առաքյալի, երրորդը Նարեկացուց է մի հատված անցած անգամ ես մի հատ բեջ բերում արեցի, Նարեկացու։ Որովհետև շատերը Նարեկացուն, շատ ես լսել եմ ավատացիաներ, ասում են օրենքի տակ եղած մարդ է եղել, ինքը Քրիստոսի շնորհքը չի հասկացել, մենակ մեղքից խոսած չսխալվեք։ Նարեկացին Քրիստոսի փառքի մեծությունը այնքան լավ է հասկացել, որ այսօր լիքը շատ ավատացիաներ այդ կեսի չեն հասկացել։ Մինչև մարդը չի հասկանում իր ոչնչությունը, երբեք չի կարող Քրիստոսի ամբողջությունը իր մեջ կրել։ Հասկանալի է։ Մաքսավորի վիճակը անուսալի էր։ Եվ նա միայն հուսացած էր Աստծո ողորմածությանը, որովհետև ամոթից հայացն անգամ վեր չէր բարձրացնում։ Սրա վրա երկար բացատրել պետք չէ։ Պողոս առաքյալը Երկրորդ Կորինթացիների 12:1-11, բայց ես ամբողջ չեմ կարդա, թե ինչու Պողոս առաքյալը այս համեմատությունները սկսեց շատ բերել էլի։ Նա ասում էր, ես ունեցա հայտնությունների առատություն։ Մի անձնավորություններ, որ հափշտակեց մինչև երրորդ երկինք, մինչև Աստծո դրախտ,
ու ասում է տեսա անպատմելի բաներ, որ մարդուս արժանի չէ խոսել։ Եվ ասում է, որպեսզի ես իմ այս հայտնությունների առատությունից չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի մի խայթոց, մի պատգամավոր սատանա, որ անընդհատ ինձ բռնցքահարի։ Դու պատկերացնում եք Աստծո մեծ առաքյալ, հայտնությունների մեջ առատապես լցված, Աստված այդպես բան չկա, որ իր մեջով առաջ չլներ, ու հանկարծ ունենում է մի տկարություն, եւ Տերն է թույլ տալիս։ Անընդհատ ինքնին ճնշված ասում, ասում ոնց որ մի հատ սատանա անտատես բռնցքով խփի ինձ, էլի, անտատ ճնշում է ինչ-որ բաներով։ 3 անգամ աղաչեցի Տիրոջն, ասացի, Տեր, հեռացրու ինձանից այս բանը։ Եվ Տերը հեռացրեց, ասաց, ոչ։ Իմ շնորհքը քեզ բավ է, որովհետեւ իմ զորությունը ամբողջանում է տկարության մեջ։ Ինչու թույլ տվես, որպեսզի Պողոսը նաև զգա տկարություն, որ հասկանաս, դու մի բանում չես մյուսներից առավել, եթե իմ շնորհքը չլինի քո մեջ։ Ես որ նայում եի այդ ավետարանական պաշտամունքները Աֆրիկայում Ռեյնարդ Բոնկեի արած ծառայությունները, այսպես գրուզավիկներով կաստելներ էին տանում թափում, այդքան բժշկություններ էր ելնում։ Կույրերը աչքերը բացում էին, մեկը չէր 10 չէր 100 չէր։ Բայց ինքը ակնոց էր տնում իմ նման։ Ասում էր լավ, այս մարդու միջոցով լավ, ինչ էր տեղի ունենում։ Բայց այդ ոնց է որ իր աչքերը չի բժշկվում, որ ասում են քաչա բժշկություն անես քո գլխին արա։ Հետո հասկացա էլի, ասի նույն վիճակն է, որ դու հասկանաս, դու չես դա, որ քոնը լիներ, մի հատ էլ քեզ համար կանեիր։ Դու քարոզես ակնոցներով, բայց ես շատերի կույր աչքերը կբացեմ։ Ու դու չես հպարտանա։ Իմանալով որ դու չես։ Հասկանալի է։ Եվ այս մարմնի խայթոցը նրան տրվեց այս պատճառով։ Ուրեմն մենք ով ուզում է եղի, եթե քո մոտ սկսում է լավ բաները ստացվել, ոնց էլ սկսում ես մեկի քիթդ բարձրացնել։ Աստված որ ստեղծեց սիրամարգին, ինչքան սիրուն է ստեղծել, չէ՞։ Սիրամարգը որ sense փետրները բացում է, ասի տարբեր գույների կաններ, ես տեսի, ոչ ինչի անոլի, ինչ գեղեցկություն, անթերի գեղեցկություն։ Բայց որ ուզում եմ մի երկի ծլվելա, չէ՞։ Կր, ինձ տաղցին անում, մեր արևանները պահում են սիրամարգ, այդ կռոցից ասում օ, այս սիրուն թռչունին, ասված ինչ ես կան տգեղ ձայն տվե։ Որ այն թևերը բացում, ուզում է Տիրանովյանը, մի հատ կռում փուքրի իշնում է։ Հետո սիրամարգ ունի շատ գեշ ոտներ։ Բուլին էլ է տենց։ Բուլի այլ իրանց բան չի, ինչա մեր կատ կարմիր բանկա զնգլիկ կախած տակի, sense տեսել եք որ թևերն էլ քսում, sense շատ է, իրան հեսնի ինչա երևական։ Ադե բուլի ես էլի, yani որ դու կամ ակլորները տեսել ես, իրանց լավ են զգում։ Հավ չես, ակլորն էլ հավի որս տեսակն է էլի, yani հավից ինչով ես տարբեր։ Երկու հատ գույնավոր փետուր ունես։ Մենք նույնը կարող ենք նել, որ հավից ոչինչով չտարբերում ենք, բայց mēs ակլորը զգանք։ Բայց չիմանալ որ ակլորները նույն հավն է։ Ես մի բան ես պատմեցի մի որոշ ժամանակ առաջ, ուղղակի ուզում եմ մեջբերում անեմ, որ համապատասխան է իմ թեմային։ Ուրեմն Արյուծը ցուլի հետ նստած է ռեստորանում, ուտում խմում են իրար հետ։ Այդ ժամանակ Արյուծի հեռախոսը զանգում է։ Վերցնում է իր կինն է զանգե։ Ասում է քաղցր որտեղ ես։ Ասում է նախշն ես ռեստորանում եմ։ Ինչ ես անում սիրելիս։ Ասում է ես ցուլի հետ հաց ենք ուտում։ Երբ կգաս մեռնեմ սրտիդ։ Ասում է Անուշիկ ջան, եսա որ վերջացնի կգամ։ Այս ցուլը նեղվում էլի։ Հարա ասում է դու Արյուծ ես, արա Կազանրի թակավորն ես։ Հետ ինչ ծիվի ես խոսում կանգադեցի, ես քակել ես, անի Արա ծերը թափասեղանն ասա դու ով ես որ զանգել ես մի հատ էլ ասում ես երբ գամ երբ կուզեմ мен ժամանակը գամ հասկացար դեղա վեր ընկել չզանգես Արիցը մի քիչ մտածում ասում է դու կարաս քո կնոջ հետ այդպես խոսաս որովհետև քո կինը կով է իմ կինը Արյուծը հասկանում ես Արյուծ ես չեմ կարող Արյուծի հետ այդպես խոսել եթե ես նրան ցածրացնեմ իմ մակարդակին Կովի մակարդակի նշանակում է ես էլ ինչա ցուլի մակարդակի դե ցուլն էլ նույն ворց կովն է էլի տարբերություն չկա հիմա էսա այդ խստությունը որ ցույց է տալիս ցուլը ընդամենը իր կով մակարդակի մասին է խոսում եթե մենք անգամ տղամարդ ենք մեր ընտանիքում կամ որևէ ուզում ենք ցույց տանք բռսկով թե մենք ունենք իշխանություն հիշեք դուք դες ցածրացրեցիք իջակ այդ մակարդակի իշխանությունը բայց եթե դու Արյուծին Արյուծի պես ես պատիվ տալիս
քո կնոջը մարդու պես ես պատիվ տալիս, դրանով քեզ ես բարձրացնում, ոչ թե ցածրացնում։ Իմաստը էս է իմ ասածին։ Ուրեմն եթե Պողոս առաքյալին պետք էր, որ իր հայտնությունների վրա չպարտանար, այս փարիսեցիներ պետք չէր իր ունեցածի վրա չպարտանալ։ Եթե նույնիսկ հաջողվել արել ես, էլի, լավ ես արել, ապրես որ արել ես, բայց դրանով մի պարտեցիր, որովհետև դա քո պարտքն է։ Հիմա կարդամ, որտեղից գիտենք, որ դա մեր պարտքն է եւ չէ մնարում։ Ղուկաս ավետարան 17:7-10։ Ձեզանից ով է, որ մի հողագործ կամ հովիվ ծառա ունենա, ու երբ դաշտից տուն գա, նրան իսկույն կասի արի սեղան նստիր, այլ նրան չի ասի պատրաստիր ինչ որ ես ընտրելու եմ, գոտիդ կապած ինձ ծառայիր, մինչև ուտեմ ու խմեմ, հետո էլ դու կուտես ու կխմես։ Միթե ծառային պետք է շնորհակալ լինի իր հրամայած գործերն անելու համար, այսպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասեք մենք անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անել, այն էլ արեցինք։ Եթե դուք աշխատեք որևէ հիմնարկում, չի գակու ղեկավարն ասի շնորհակալություն, որ գործ ես արել, դու ո՞ց կարաս ճանաչել, դու աշխատում ես, փող ես առնում սրա համար։ Այդպես էլ Աստված, երբ որ մի բան անում ենք հաջողում է, Տերը սովորեցել, մի ձեզ այնպես զգացեք, կարծես Աստված դե շնորհակալություն հայտնի։ Աստված քեզ շնորհակալ չի լինի երբեք, բայց կգովի քեզ, եթե ճիշտ վարվես իր ասածները կատարելու մեջ։ Ուրեմն Փարիսեցին կատարում էր իր պարտականությունները, լավ էր անում, որ կատարում էր, բայց նրանով չպետք է պարտենար։ Պողոս առաքյալը ուներ հայտնությունների առատություն, մեծ ծառայություններ, լավ էր, թող երբեք չպարտենա դրա համար, իսկ խեղճ մաքսավորն էլ, յանի ինչ ուներ, որ մի հատ էլ դրանով պետք է պարտենար։ Նա հեչ պարտենալու տեղ չուներ, բայց Տերը իր արդարացումը սկսեց ամենացածրից, քանի որ վերջում ասած, եւ մաքսավորը տուն գնաց ավելի արդարացած, քան փարիսեցին։ Միտեղ գրված է արդարացած գնաց, միտեղ գրված է ավելի արդարացած, քան փարիսեցին։ Եվ Պողոս առաքյալը, որ Հռոմեացիների 7-րդ գլխում խոսում է մեղքի բնույթի մասին, ուզում եմ լավն անը չի ստացվում, իշ մեկ վերջում գալիս ասում է ինչ խղճալի մարդ եմ ես, ով պիտի ազատի ինձ այս մարմնից, որ մահինն է։ Այսինքն մարմնավոր մարդու մեջ չկա ուժ կարողություն Աստծո ասածները անելու, դուք փորձեք, չեք էլ կարողանա անեք։ Բա ինչի Աստված պատվիրում, որ մի բան չենք կարողանա անել։ Սոփգիրտ ասում է, եւ օրենքը դաստիարակ եղավ մեզ Քրիստոսին բերելու, որ կանես ու չի ստացվի, հասկանաս, որ Քրիստոսն է քո ազատագրությունը եւ աղթությունը, մինչեւ որ գաս, այս իմ ասած զրոյական վիճակով Աստծո առջև ասես, Տեր, ոչինչ չի ստացվում եւ ոչինչ չեմ կարողանում անել, օգնիր Տեր իմ մեջ, դու ես սկսել բարին եւ միայն դու կարող ես այն ավարտել։ Որի պատճառով հենց Հռոմեացիների 8-րդ գլխի ամենասկզբից ասում է, այլևս դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են։ Պողոս ասում է, ով պիտի ազատի ինձ այս մարմնից, որ մահինն է, բայց գոհություն Աստծո Հիսուս Քրիստոսի միջոցով այլևս դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են, որովհետև Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքը ինձ ազատ դարձեց մեղքի եւ մահվան օրենքից։ Այն ինչ որ անհնար էր մարդու համար մարմնի պատճառով Աստված այս արեց, ուղարկեց իր միածին որդին մեղանչական մարմնի նմանությամբ ու առանց մեղքի ու այդ մարմնի մեջ դատապարտեց մեղքը։ Այսինքն իմ ազատագրությունը Քրիստոսն է, իմ հաղթությունը Քրիստոսի մեջ է, իմ աճելը եւ պատղատնու դառնալը նորից Քրիստոսի մեջ է։ Ես միայն նրա մեջ լինեմ ու ամեն բան նա ով իմ մեջ սկսեց, պիտի նաև ավարտին հասցնի։ Իսկ Նարեկացու վրա, որ օրինակը բերենք ինչ էր ասում Նարեկացին այս հարցով, ասում էր, Տեր, դու զղջացած մեղավորին պատվական ես դարձնում, իսկ մաքուր կարծվածին արդարությամբ քննելով դատապարտում ես։ Եթե դու արդար կարծվածն ես, Աստված քեզ արդար դատով կդատապարտի։ Եթե դու զղջացած մեղավորն ես, ներում կգտնես ու կարդարացվես։ Ահա թե որքան տարբեր են սրանք իրարից։ Դրա համար մեկը կարող է հետևից գա, Տերն ասում է շատ հետիներ առաջին պետք է լինեն, եւ շատ առաջիններ հետին։ Հետևից կա աբգոն կանի կեթագնասի Քրիստոսի աչին, դու ոնց պոչից եկել ես, տենց պոչից էլ կախ գած վագոնի պես կարող է տեղացնես, կարող է չհասնես։ Քրիստոնեությունը այսպեսի մի բան է։ Շատ լավ։ Հիմա մի օրինակ բերեմ մի ուրիշ առաքյալի վրա, Պետրոս առաքյալը։ Պետրոս առաքյալը ջիգերով տղա էր։ Իսկական տղամարդ տղա էր։ Ռիսկով էր ամեն։ Ուրեկան բռնելու տերոջ հիշում եք, խփեց քահանապետի ծառայականջը թռցրեց։
ինքը բան չուներ, բայց իր մեջ պարծանք կար։ Այն վերջի գիշերը, որ Քրիստոսի հետ հավաքված էին աշակերտները, Տերն ասաց. այս գիշեր ամենքդ պիտի գայթակղվեք, ինձ պիտի թողնեք ու պիտի փախչեք։ Ինձ մենակ եք թողնելու ու կփախչեք։ Պետրոսը ոնց է։ Ես փախնեմ։ Մյուս աշակերտները Տեր, ես ինչ ես խոսում, յանի Տեր, ես քեզնից չենք սպասում, այդ ինչ է դու ասեցիր։ Պետրոսը մի քիչ առավել ասեց, սիրամարգի պես մի հատ բաները բացեց, բամբուլները, ասեց, եթե բոլորը քեզ ուրանան, ես չեմ ուրանա։ Եթե Տերն ասած ճշմարիտ եմ ասում, դեռ աղաղա չկանչած, դու 3 անգամ պիտի ուրանաս, որ ինչ չես ճանաչում։ Որ ինձ այդպես էլ եղավ։ Եվ երբ որ 3 անգամ ուրանալուց հետո այդպես էլ գրված ասում է եւ հետ դարձավ ու Քրիստոսի հայացքն ու Պետրոսի հայացքը հանդիպեցին իրար։ Հիշեց Տիրոջ ասածը, դուրս եկավ ու գրածա դառնապես սկսեց լաց լինել։ Հեծկել տալով որ ասում են մխկտալով լաց էր լինում, որովհետեւ ինքը հասկացավ, թե որքան ճիշտ էր Տերը ու որքան հեչ բանա ինքը։ Եվ խեղճ Պետրոսը մի հատ էսպիսի բան արեց, քանի 1000 տարի անց, 2000 տարի ավել անցել է, մենք ինչքան ենք քարոզում, մտածելով թե մենք շատ լավն ենք ավելի։ Տերը, եթե այսպես մտածեք, ասի դու 15 անգամ կուրանաս։ Ու թույլ կտա ու կտեսնենք, որ մենք ոչինչ ենք։ Եվ ասում եմ ձեզ, որ մաքսավորը ավելի արդարացած գնացնում քան փարիսեցին, որովհետև ամեն ոք ով ինքն իրեն է բարձրացնում կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է կբարձրացվի։ Նման օրինակ մի կնոջ բռնեցին, բերեցին Քրիստոսի մոտ եւ ասացին, որ նրան հայտնապես բռնեցին շնության մեջ։ Հայտնապես, այսինքն այդ բռնեցին ճիշտ այդ պահին, բերեցինք։ Հիմա ինչ ես ասում, ինչ անենք սրա հետ։ Տերը ասեց, ձեր միջի անմեղը թող առաջի կարը գցի նրա վրա։ Եվ քարերը ձեռքներին շշմեցին, սառեցին, իրենք իրենց մեջ ինքնակրնություն անելով քարերը գցեցին ու հեռացան։ Ոչ մեկը քար չգցեց այդ կնոջ վրա։ Ըստ ես ինչ մտածեցին, ինչ անցավ նրանց մտքով։ Ամեն մեկը հասկացավ, ես նրանից ըսկե լավը չեմ։ Իրան բռնել են, ինձ իլա չեն բռնե։ Ես արժանի չեմ այդ քարը գցելու։ Ոչ մեկը քար չգցեց։ Ինը մնաց միայնակ Քրիստոսի առաջ։ Տերն ասաց, ով կին քեզ ոչ ոք չդատապարտեց, ասաց ոչ Տեր։ Հիսուսն ասաց, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Գնա ու այլևս մեղք մի գործիր։ Ես էլ չեմ դատում քեզ, գնա ու այլևս մեղք մի գործիր։ Քրիստոսը տերերի տերների թագավորների թագավորը Աստված, բծախնդիր ամեն ինչում, բայց տեսեք ինչքան ողորմած գտնվեց այդ կնոջ նկատմամբ։ Բայց նրանք որ բերել են այդ կնոջը, նրանք ճիշտ էին բարվում ըստ օրենքի, բերելը ճիշտ էր, բայց տեսեք ինչ էր ասում օրենքը, Ղևտացի 20-ից ասում, ով որ շնություն անի եւ մի ուրիշ մարդու կնոջ հետ իր ընկերոջ կնոջ հետ շնություն անողն էլ անպատճառ պիտի մերսվի, թե շնացողը եւ թե շնացյալ։ Այսինքն ուզում եմ ասել, լավ, բայց կնոջը բերեցիք, ասում եք հայտնապես բռնեցինք, բայց այդ մարդն ուրա չեք բերե։ Այդ մարդուն չեք բերե։ Չի բերել։ Հիմա տարբեր եզրակացություն կարող ենք անել, չէ՞, կարող ազդեցիկ մարդեր, հարուստ մարդեր, համայնք մեջ բարձր դիրք ունեցող մարդեր, կարող են ֆինանսից մեկներ, թե ովեր չգիտենք, բայց չբերեցին։ Տերն ասաց, դուք ճիշտ չեք վարվում, դուք արդար չեք վարվում։ Դուք ընդհանրապես ուզեցիք ցույց տալ ինձ ամբաստանել, որ մի բան ասեմ, դուք ինձ վրա պատճառ բռնեք, կամ այդ կնոջը ձեր համար իքանել հոգ չէ։ Մի հատ կին ավել կամ պակաս կմեռնի, թե չի մեռնի, ձեր հետ հոգը չէր։ Բայց Հիսուսն ասաց, ես եկա որպեսի կուրսվածը փնտրեմ ու փրկեմ։ Ուրեմն մեր մոտեցման մեջ պետք է մենք էլ ունենանք նույն հոգեբանությունը։ Մենք էլ պետք է կուրսվածը փնտրենք ու փրկենք։ Ոչ թե առաջի կարը շպրտես, որտեղ կպավ, կամ ինչ եղավ, այլ մենք պետք է հասկանանք, որ մեր նպատակը պետք է դառնա մեղավորին այդ վիճակից դուրս հանելը, ոչ թե վատաբանել ու պախարակելը։ Ուրեմն Աստված դատում է մարդկանց հավասարապես, Աստված ներում է մարդկանց նույնպես հավասարապես։ Ուրեմն մեր մոտեցումը պետք է շատ կարևոր լինի։ Ուրեմն Տերը չբացառեց օրենքը, ասաց, ձեր մեջ անմեղը թող քար գցի։ Չժխտեց, ասեց, որ կերած չի տենց բան։ Չպահանջեց որևէ բան, եւ քար գցողը պետք է ինքը նախ եւ առաջ արդար լիներ։
Ուրեմն մարդիկ քարեն նետում մեղավորին, Հիսուսը ներում եւ բուժում է մեղավորին, տարբերություններն ասեմ։ Մարդը դատում է առանց ողորմության, Աստված ներում է առանց հիշելու։ Մարդը չի մոռանում, բայց Աստված մոռանում է, երբ մեղավորը զղջում է իր կատարածի համար։ Հիմա ասեմ, մենք մարդիկ, հատկապես հայերս, շատ խիստ ենք դատապարտում շնորհության մեղքը։ Բայց մեղքը մեղք է Աստծո առաջ։ Այն էլ է մեղք, մյուսն էլ է մեղք։ Եթե շնորհություն գործողը Աստծո թագավորություն չի մտնի, եթե չապաշխարի։ Բա գողություն անող Աստծո թագավորություն կմտնի, եթե չապաշխարի։ Ստախոսը կմտնի Աստծո թագավորություն, եթե չապաշխարի։ Վերջում այդ բոլորը հիմա կկարդամ Գաղատացիների 5-րդ գլխում գրված 5:19-21-ում, թե որն է մարմնի պտուղը ու որն է նրանց վերջը։ Ահա մարմնի գործերը սրանք են. պոռնկություն, գիճություն, անեծք, թշնամանք, վեճեր, նախանձ, զայրույթ, բաժանություններ, ըմբոստություններ, անեծքներ, սուտ խոսքեր, եւ նրանք, որոնց մասին գրեցի Պողոս Արաքյան ասում էր եւ նորից ասում է, որ այսպիսի բաներ անողները Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Այս թարգմանությունն է մի հաջող թարգմանություն չէ իմ մոտ գրածը։ Այսպիսի բան անողները Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Այսինքն իմ թվարկած բոլոր այս անողները իր հետ հավասար գնացին դժոխք։ Ում ներ պետք է ինչ մեղքով դժոխքում հայտնվեցիր։ Մենք դատապարտում ենք մի մեղք ու նրան սարքում ենք հողին հավասար, ինչպես անձնական ասած է շնորհության մեջ եղած որոշ մարդկանց սարքեցին ընդմիշտ հողին հավասար, ջնջեցին, նրանք երբեք կյանքի բոլոր օրերում չեն կարողանա ոտքի կանգնել, չեն կարողանա։ Աստված ներեց, մարդիկ չներեցին։ Բայց իրենք դրան հավասար են, այդ չեմ յուրիշ բան ես, դու դրանց ավելի վատ է անում։ Դու էլ ամբողջ օրը ստելով ման ես գալիս։ Դու գողանալու ման ես գալիս։ Դու անիծելով ման ես գալիս։ Դու հայուելով ման ես գալիս։ Դու շատ բաներ ես անում, որոնք դու էլ այդ պետք է չանեիր։ Սա ցույց է տալիս, որ մենք մեղքերի մեջ դնում ենք դասակարգություն, որը մեր համար դատապարտել է, դատապարտում ենք, որը չէ։ Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարների, կռապաշտների եւ բոլոր ստախոսների բաժինը կրակով ծծմբով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է։ Այս մեղքերը նորից իրար հետ գնում են ուղիղ դեպի դժոխքի խորքերը։ Մի ուրիշ տեղ կարդամ Հայտնություն 22:14-15։ Երանելի են նրա պատվիրանքների պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա քաղաքի դռներով ներս մտելու։ Դրսում պիտի մնան շները, կախարները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները եւ ամեն սուտ սիրող ու սուտ գործողները։ Տեսակ ինչքան պատճառներ կա մարդու երկնքից զրկվելու համար։ Շնորհությունը դրանցից մեկն է։ Եթե Աստված տալիս է հնարավորություն շանս մարդուն ապաշխարելու, ուրեմն մենք սլակը դնենք այդ շանսի վրա օգտագործելու, ոչ թե տանք սատանայից հեռը ու ասենք տար ինչ կուզես արա։ Մի օր մեկի համար շատ հավա պատճառել է, որ ասեմ արժեր, բայց ես այսպեսի բան չփորձեցի մտածել, որոշել են իրանք սետրակ եփոնել վերցնենք, տանենք այս մեկի համար աղոթենք, մատնենք սատանային։ Որ այդ խոսքը ասում ինչ ասում, ես չեմ գա երբեք։ Եթե ես հնարավորություն ունենամ, իրանք ազատեմ սատանայից։ Այս սատանին տված պրծած է այդ մարդը, ես ուզում եմ իրան հանեմ նրա ճանկերից, ոչ թե մի հատ էլ այդ համ մի հատ ես դմպստեմ գլխին, ասեմ սկի ու մի էլի տեղից։ Այլապես մենք ոնց որ սատանային նվեր տանք մեկին, ասենք տար, քեզ ինչ կուզես արա։ Մենք հույսներս կտրեցինք։ Երբեք հույսներդ մեղավորից չկտրեք։ Որքան որ հնարավոր է, վերջի վարքյանին, որ մարդը պարկած անկողնում պետք է մեռնի, աշխարհի ամենավատ մարդը, եթե կարող ես գնալ իրեն փրկել այդ վերջի վարքյանին, գնա փրկի։ Արմեն աղբորը շատ է եղել, մենք վերջի այդ ռուպին գնացել ենք, ամբողջ մարդիկ, վերջի ռուպին ընդունել, հավեսին ընդունել։ Մի օր Արմենն ասի, Արմեն, քանի մարդ մենք ճամփեցինք երկինք, վերջի ռուպին այդ սատանայի արած բոլոր ջանքերը այսքան տարիների գնաց կորավ։ Որ ընկնենք իրա ձեռը, ինչ կանի մեր գլուխը։ Ասես մենք աղմուկ ենք մենք իրա ձեռը։ Հասկանալի է։ Բայց փրկեք մեղավորին, եթե դա հնարավոր է դեռ։ Եղբայրները, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու մահից կփրկի եւ կթաղի մեղքերի մի բազմություն։
Ողորմած եղեք թերահավատների հանդեպ, փրկեցեք նրանց կրակից խլելով, իսկ ուրիշներին հանդուրժեք երգով ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։ Այսինքն ամեն հնարավոր միջոցներով են որ անգելա այն վերջի կեղտի մեջ այն պետք է բռնես այդ շորից իրան քաշես անես այն ատելով այդ կեղտը, բայց դուրս ան այդ կեղտից։ Թեկուզ դու կեղտոտվեց, բայց հան, մենակ թե հան։ Այդքան կարևոր է։ Ուրեմն ատիր մեղքը, բայց ոչ մեղավորին, թաղիր մեղքը, բայց ոչ մեղավորին։ Իսկ մարդը ինչու է դառնում խստասիրտ։ Որովհետև կարդամ Գաղատացիների 6-րդ գլուխ 1-5 խոսքերը հետևություն անենք։ Եղբայրներ, եթե որևէ մեկը հանկարծ ինչ որ հանցանքի մեջ բռնվի, դուք որ հոգևոր եք, այսպիսի մեկին հեզության հոգով ուղղեցեք։ Հանցանքի մեջ բռնվելա ինչ անենք, հեզության հոգով ուղղեցեք։ Ինքներդ էլ զգուշացեք, որ դուք էլ չընկնեք փորձության մեջ։ Միմյանց բեռը կրեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Եթե որևէ մեկը համարում է թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն է խաբում։ Սակայն ամեն ոք թող իր գործը քնի եւ ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշների հետ համեմատվելով, որովհետեւ ամեն մեկը իր բեռն է կրելու։ Մի քիչ առաջ ես խոսքը կարդացինք, մի քիչ ավելի կարճ։ Ուրեմն ուրիշների մեղքերը խոշորատեսով են տեսնում, իրանց մեղքերը մանրադիտակով։ Այսինքն մարդը այսքան բան արի, այսենց են տեսնում, ինքը այսքան բան արի, այսենց է տեսնում։ Քո երեխան այսքան բան արի, այսենց է տեսնում, ուրիշ երեխան այսքան արի, այսենց է տեսնում։ Ամբողջ հարցը սրանում է։ Իսկ Տերն ասում է Առակաց 16:2 մարդիկ կան, որոնց ճանապարհները ուղիղ են երևում իրենց աչքին, բայց դրանք մահվան տանող ճանապարհներ են։ Այն ինչ որ ես եմ տեսնում ինձ, դա հեչ։ Ինչպիսին է Աստված տեսնում քեզ, սա է կարևորը։ Ինչ գնահատական ես տալիս, ինչ կարծիք ունես քո մասին, դա հեչ։ Ինչ կարծիք ունի Աստված քո մասին, սա է կարևորը։ Քո շրջապատը ինչ կարծիք ունի քո մասին, թացի մի կողմ, շրջապատի կարծիքը։ Աստված ինչ կարծիք ունի քո մասին, սա է կարևորը։ Ուրեմն մենք աշխատենք շահել Աստծո բարեհաճությունը։ Եվ Պողոս Արաքյանն ասում է մի ժամանակ մենք էլ ենք անմիտ, աննազան, մոլորված ցանկությունների պես անառակությունների ծառայում ենք չարությամբ, նախանձով ենք վերաբերվում, ատելի ենք ու ատում ենք միմյանց, բայց երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ վիրստին ծնելով ավազանի միջոցով եւ Սուրբ Հոգու հայտնությամբ մեր Տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսի քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց ու Տերը մեզ փրկեց, որ առատությամբ մեզ վրա թափեց մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհքով արդարացած ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով։ Երբևէ Աստված թույլ է տալիս փորձություն, որպես մենք հասկանանք ով ենք մենք։ Թույլ է տալիս փորձություն, որ դու ուրիշի վրա էլ չհպարտանաս։ Անկում կապրես, դուր չի գալիս որ դու ընկար, բայց դատո դրանից հետո սկսես հասկանալ, թե ինչպես վերաբերվես քոպես մի ուրիշ ընկածի հետ, որպեսզի նրան ձեռնտու լինես բարձրացնելու, որ դու հասկանանք մենք ողորմել, հասկանանք սեր ցուցաբերել, հասկանանք չդատել։ Եվ Եզեկիել 33:11-ում ասում է. «Անոնց ըսե ես կենթանի եմ, ասում է Տեր Եհովան, որ ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, հապա որ ամբարիշտը իր ճանապարհներից դառնա ու ապրի։ Դարձեք ձեր չար ճամփաներին, որովհետև ինչու մեռնեք, ով Իսրայելի տուն»։ Տեսնում եք Աստծո սիրտը ինչպիսին է։ Ես ամբարիշտի մեռնելն ասում եմ չեմ ուզում, բայց դու ուզում ես։ Տերը թուրքի մեռնելն չի ուզում։ Տերը տաջիկի մեռնելն չի ուզում։ Տերը ոչ մեկի մեռնելը չի ուզում։ Ասում է ուզում եմ որպես նրանք դառնան եւ ապրեն։ Ուրեմն մենք էլ պետք է ուզենանք այդպես։ Մարդը ուրիշին դատում է ըստ օրենքի, բայց իրեն ըստ ողորմության։ Որտեւ այստեղ գալիս է անձի հարցը։ Իսկ Տեր Հիսուսը Ղուկաս 6:38-ում ասում էր. «Ինչ չափով որ չափեք, նրանով պիտի չափվի ձեր համար»։ Ուրեմն մենք ուրիշի համար էլ ճիշտ չափենք ու լինենք ողորմած։ Կամ վերջին։ Ասա օրենքը դատում է մեղքը, ողորմությունը բարձրացնում է մեղավորին։ Օրենքը բացահայտում է խոռոչը, ողորմությունը կառուցում է կամուրջ։ Կարմունջ մեր յուղել։ Եթե միայն օրենք լինի, մարդը կկործանվի։ Եթե միայն ողորմություն լինի, մարդը կմնա մեղքի մեջ։ Ահա ինչու
Օրենքը մեզ դաստիարակ եղավ Քրիստոսին բերելու, ոչ թե մենք որ մեղք գործենք, օրենքը մեզ Քրիստոսը միշտ մեզ արդարացնի, այլ մենք որ մեղքին մեռանք, ինչպես տակավին ապրենք նրա մեջ։ Ահա թե ինչ օրենք եւ շնորհք իրար այս համադրությունը պետք է հասկանանք։ Մեղքը պետք է դատապարտել, բայց մեղավորին պետք է բարձրացնել, հետևությունն եմ ասում։ Մարդկային աչքը տեսնում է ընկած մարդուն, Աստվածաշունչը տեսնում է նրանց կանգնեցնելու հնարավորությունը։ Մարդը հիշում է մեղքը, Աստված մոռանում է։ Մարդը նայում է անցյալին, Աստված նայում է ապագային։ Իսկ Աստված մեր հանդեպ ինչպես վարվեց, չմերժեց մեզ, ամոթով չթողեց մեզ, չոչնչացրեց մեզ եւ մեզ մաքրեց ու սկսեց բարձրացնել։ Ուրեմն ատել մեղքը, սիրել մեղավորին, ասա ատել մեղքը, սիրել մեղավորին, դատել գործը, ողորմել մարդուն, պատժել չարը, փրկել կորսված հոգին։ Տերը օրհնի ձեզ։ Բոլ այսքան խստասրտության մասին։